Ըստ խնդրի, ինչ-որ տարվա փետրվար ամսում շաբաթ օրերը ավելի քիչ էին, քան հինգշաբթի օրերը։ Պահանջվում է գտնել, թե շաբաթվա ինչ օր էր այդ տարվա մարտի 8-ը։ Շատ լավ, ինչ եզրակացություններ մենք կարող ենք անել այս խնդրի առաջին նախադասությունից։ Դե ինչ-որ տարվա փետրվար ամսում շաբաթ օրերը ավելի քիչ էին, քան հինգշաբթի օրերը։ Նախ եկեք դիտարկենք առհասարակ շաբաթ օրերը կներեք, փետրվար ամիսը քանի օր կարող է ունենալ ու այնուհետև հասկանալ ինչպիսի տարբերություն կարող են ունենալ շաբաթ եւ հինգշաբթի օրերի քանակները։ Այսինքն քայլ 1-ը մեզ մոտ ուղղակի դիտարկելն է, թե փետրվար ամիսը քանի օր ունի։ Իսկ փետրվար ամիսը ունի կամ 28 կամ 29 օր։ Ահա։ Հիմա, եթե փետրվար ամիսը տվյալ տարվա ունենա 28 օր, այն պարունակում է 4 հատ 7-նյակ, այսինքն շաբաթվա օրերի քանակները հավասար են լինելու։ Դա պետք է նշել։ Եթե 28 լինի, ապա 4 7-նյակ կտեղավորվի, ուստի շաբաթվա բոլոր օրերից կլինի հավասար քանակությամբ։ Կրճատ գրենք հավասարը։ Որտեղից հետևում է 29 օրը, որովհետև մեզ չի բավարարում այդ հավասար քանակությամբ լինելը։ Մեզ խնդիրը ասում էր, որ շաբաթ օրերի քանակը ավելի շատ է հինգշաբթի օրերի քանակից։ Հետևաբար տվյալ ամիսը ունի 29 օր, եւ դե քանի որ մի օրով է ընդամենը ավելանում, հետևաբար բոլոր քանակներից իրար հավասար կլինեն, եւ որպեսզի շաբաթ օրերը ավելի շաբաթ օրերը ավելի քիչ են, որպեսզի շաբաթ օրերը ավելի քիչ լինեն, քան հինգշաբթի օրերը, պետք է այդ վերջին մի օրը լինի հինգշաբթի։ Դա թող լինի քայլ 2-ը, իրականում շատ բարդ բան չենք ասում։ Բոլոր օրերից 4 հատ կլինի եւ որպեսզի հինգշաբթին ավելի շատ լինի, անհրաժեշտ է մեզ, որ այդ փետրվարի 29-ը լինի հենց հինգշաբթի։ Դե այստեղից էլ մեր խնդիրը համարյա ավարտվեց, որովհետև ուղղակի պետք է հասկանալ, թե մնացած օրերը ինչպիսին կլինեն։ Իրականում կարող ենք նույնիսկ չպատկերել, մեր քայլ 3-ը կլինի ուղղակի գտնել, թե մարտի 8-ի ինչ օր է։ Դա այստեղ ունենք փետրվարի 29-ը, փետրվարի 29-ին հաջորդում է մարտի 1, մարտի 2, մարտի 3 եւ մինչեւ մարտի 8։ Ու քանի որ սա մեզ մոտ հինգշաբթի էր, այնուհետև կունենանք ուրբաթ, շաբաթ, կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի, այստեղ կլինի 4-շաբթի, այստեղ 5-շաբթի եւ ուրբաթ։ Հետևաբար վստահորեն կարող ենք ասել, որ մարտի 8-ը մեզ մոտ եղել է ուրբաթ, կամ ուղղակի կարող ենք փետրվարի 29-ին 7 օր գումարել, գալ հասնել մարտի 7-ի վրա, ասել, որ այն հինգշաբթի է, հետևաբար մարտի 8-ը կլինի ուրբաթ, բայց ամեն դեպքում էլ ճիշտ է ու այնպես չէ մենք ինչ-որ շատ բան գրեցինք այստեղ։ Ուստի այս խնդրի համար մեր պատասխանը կլինի ուրբաթ։ Շատ լավ, եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը։ Դե ինչ արեցինք, սկսեցինք եզրակացություններ կատարել խնդրում տրված պահանջներից։
Գիտենք, որ ինչ որ տարվա փետրվար ամսում շաբաթ օրերը ավելի քիչ էին, քան 5-շաբթի օրերը։ Նախ պետք էր հասկանալ առհասարակ փետրվարը քանի օր կարող է ունենալ ու ինչ կլինի յուրաքանչյուր դեպքում։ Եթե փետրվարը 28 օր ունի, յուրաքանչյուր շաբաթվա օրից մենք կունենանք հավասար քանակությամբ։ Հետևաբար դա մեզ չի բավարարում, ուստի այդ ամիսը պետք է 29 օր ունենա։ Եվ մյուս կողմից էլ, եթե 29 օր է ունենում, կրկին գալիս է այն 4 յոթնյակներ պարունակելու պայմանը, հետևաբար բոլոր օրերից նույն քանակությամբ կլինի, բացի մի օրից, որը կլինի փետրվարի 29-ը, ու քանի որ 5-շաբթի օրերի քանակը շաբաթ օրերից շատ էին, նշանակում է, որ հենց այդ մի օր ավելը մեզ մոտ պետք է լինի 5-շաբթի, ուստի փետրվարի 29-ը 5-շաբթի է։ Իսկ փետրվարի 29-ը 5-շաբթի լինելուց մենք հասկանում ենք, որ մարտի 8-ը կլինի ուրբաթ, հետևաբար պատասխանն է ուրբաթ, եւ այսքանով կարող ենք ավարտել այս խնդրի լուծումը։